Բարև ձեզ։ Այս օրերին Հայաստանում ծավալում են բուռն ներքաղաքական նախընտրական գործընթացներ, իսկ առաջիկա օրերին Երևանը դառնալու է մեծ քաղաքականության հարթակ։ Շատերը հավանաբար գիտեն, որ մայիսի 4-ին 5-ին Երևանում կայանալու են Հայաստան Եվրամիություն եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները։ Նույն օրերին տեղի ունենալու նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան։ Անկախ նրանից, թե այս ամենը համընկնումները հաշվարկված են թե պատահական նկատի ունեմ նախընտրական շրջանում այս գագաթնաժողովների անցկացումը եւ պետական այցի կազմակերպումը, սրանք իհարկե ներքաղաքական ազդեցություն կունենան ընտրողների հանրային տրամադրությունների, ավելի ճիշտ տրամադրությունների ազդեցության առումով։ Մյուս կողմից ակնհայտ է, որ այս գագաթնաժողովները պետք է դիտել ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, այլ ավելի լայն համատեքստում, տարածաշրջանային եւ միջազգային։ Եվ ուրեմն ինչ ուղերձներով են գալիս Եվրամիության պաշտոնյաները եւ եվրոպական երկրների ղեկավարները Հայաստան, ում համար են այդ ուղերձները, իշխանությունների, ընդդիմության, հասարակության, թե երրորդ ուժային կենտրոնների։ Ահա այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում։ Սա Ազատ զրույց Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ուրեմն ինչ նշանակություն ունեն, սրանից սկսենք, ինչ նշանակություն եւ կարեւորություն ունեն այս գագաթնաժողովները Հայաստանի համար։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը ըստ էության Հայաստանի անկախության պատմության ընթացքում ամենաբարձրաստիճան միջազգային միջոցառումն է։ Իհարկե մենք ունեցել ենք 18 թվականին ֆրանկոֆոնիայի համաժողովը, բայց երկրների մասնակցության տեսանկյունից ես ենթադրում եմ, որ եվրոպական քաղաքական համայնքի ուրեմն ծավալները շատ ավելի մեծ են։ Մենք մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ ենք հյուրընկալելու Հայաստանում։ Ըստ էության այս գագաթնաժողովը համաեվրոպական խնդիրների վերաբերյալ խոսելու հարթակ է եւ 2022 թվականից Չեխիայում հիշում եք սկսվեց այս նախաձեռնությունը եւ տարին 2 անգամ այն տեղի ունենում, մեկ Եվրամիության երկրում եւ մեկ ոչ Եվրամիության անդամ երկրում։ Եվ խորագիրը այս Երևանյան գագաթնաժողովի կառուցելով ապագան, կայունություն եւ միասնություն Եվրոպայում։ Այսինքն այստեղ բուն եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում քննարկվելու են համաեվրոպական հարցեր, ժողովրդավարության դիմակայունությանը վերաբերող, էներգետիկ եւ տնտեսական անվտանգությանը վերաբերող եւ կապակցվածությանը, հաղորդակցություններին վերաբերող հարցեր եւ ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններ են այստեղ քննարկվելու, այլ նաեւ եվրոպական տարածաշրջանում։ Իսկ արդյունքներ համեցեք։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը առաջին անգամ է տեղի ունենում եւ այստեղ Եվրամիության կողմից Եվրամիությունը ներկայացնելու են Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Անտոնիո Կոշտան եւ Հայաստանի կողմից ներկայացությունը նույնիսկ վարչապետի մակարդակով այստեղ արդեն Հայաստան-Եվրամիություն օրակարգի հարցերն են քննարկվելու, դրանք կապված են կրկին կապակցության, էներգետիկ անվտանգությանը, ժողովրդավարության վերաբերող հարցեր են, ողջ օրակարգը, որը վերջին տարիներին քննարկվել է, կարծես թե ամփոփվելու է այս գագաթնաժողովում եւ նոր ուրեմն նոր ծրագրեր եւ նախաձեռնություններ են առաջ քաշվելու։ Կոնկրետ արդյունքների մասով ինչ ակնկալիքներ ունենք։ Երկու գագաթնաժողովից էլ եւ համաեվրոպական եւ Հայաստան-Եվրամիություն։ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակներում մեծ անդրադարձ է կատարվելու ներդրումներին, նաեւ Հայաստանի ներդրումային միջավայրին եւ այստեղ նաեւ բիզնեսների կողմից ներգրավվածություն հնարավոր է լինի եւ սա շատ կարեւոր է Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից։ Բնականաբար նաեւ մյուս ուղղություններով խթան է դառնալու այս քննարկումը վիզաների ադատականացման գործընթացի տեսանկյունից, մյուս բոլոր հարթություններում, որտեղ մենք բանակցում ենք, տեսակ 3 նաև կայացվեց 3 կամ վերջին օրերին կայացվեց երկրորդ առաքելությունը Հայաստան ուղարկելու ուրեմն հիբրիդային հարձակումների հետ կապված, այս բոլոր հարցերը այդտեղ քննարկվելու են եւ սա քաղաքական մակարդակով լուրջ աջակցություն է լինելու այդ ծրագրերի վերաբերյալ, իսկ եվրոպական քաղաքական համայնքի
Քաղաքական ժողովի ստումը գլխավոր արդյունքը դա այն միջազգային ուշադրությունն է, որը լինելու է Հայաստանի նկատմամբ այդ օրը եւ այդ երկու օրերին, այսինքն եվրոպական տարածաշրջանի 50 երկրներ մասնակցում են այդ քաղաքական ժողովից եւ նրանց մեծ մասի առաջնորդները լինելու են Հայաստանում եւ սա մեծ միջազգային ուշադրություն է բերելու Հայաստանի վրա, ինչը շատ կարեւոր է։ Տեսեք, դուք նշեցիք, որ եվրոպական քաղաքացիական առաքելության մասին որոշումը արդեն հաստատված է, սա կոնկրետ արդյունք է։ Այն ինչ որ դուք նշեցիք, թե ինչին են անդրադարձ լինելու, դրանք այս կարևոր հարցեր են, որ քննարկվելու են։ Իմ հարցը վերաբերում է կոնկրետ չափելի արդյունքներ, այլ չափելի արդյունքներ, ինչ պիտի սպասել։ Ես կարծում եմ պետք է սպասել ներդրումների մասին հայտարարությունների եւ նաեւ համագործակցությունների հայկական-հայաստանյան ընկերությունների եւ Եվրոպական միության միջև եւ նաեւ մնացածը արդեն ընթացիկ ծրագրերի արդյունքներն են լինելու, այսինքն այստեղ ավելի շատ քաղաքական խոսակցություններ են լինելու եւ նախանշելու թե ինչպես են ընթանալու Հայաստանի Եվրոպական միության հարաբերությունները, իսկ Եվրոպական քաղաքական համայնքի քաղաքական ժողովը արդեն ավելի լայն թեմաներ է քննարկելու, որտեղ Հայաստանը միակ թեման չի լինելու բնականաբար։ Մակրոնի պետական այցը այդ նույն օրերին սրա կարևորությունը որն է։ Իհարկե շատ կարևոր է, դա Ֆրանսիայի բոլոր նախագահներն են Հայաստան պետական այցերով այցելել եւ շատ կարևոր է, որ նախագահ Մակրոնը եւս պետական այց է կատարում Հայաստան։ Հայաստան եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները չափազանց բարձր մակարդակի վրա են գտնվում, մենք տնտեսական հարաբերություններից միջև ռազմատեխնիկական հարաբերություններ ցկվող մեծ օրակարգ ունենք եւ մեր հարաբերությունների բնույթը ռազմավարական են եւ ես կարծում եմ այս այցի ընթացքում նաեւ շատ կոնկրետ փաստաթղթեր կստորագրվեն, կոնկրետ արդյունքներ նախանշող եւ Գիտեք ինչ արդյունքներ։ Այս պահին շատ մանրամասներ չեմ կարող հաղորդել, բայց այցի արդյունքներով արդեն կտեսնենք։ Ենթադրվում է, որ ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին հաստատող է ստորագրվելու, ինչը ըստ էության արտացոլելու է իրականությունը եւ ոչ թե նախանշելու է ապագայում արվելի քայլերը, որովհետեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները իսկապես ռազմավարական բնույթ են կրում։ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Ֆրանսիայի նախագահի պետական այց Հայաստան եւ այս ամենը նախընտրական այս շրջանում սա աջակցություն է իշխանությանը։ Սա աջակցություն է Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի քաղաքացիներին։ Իհարկե այն ժամանակ, երբ որ կայացվում են այս որոշումները, այսինքն որ Հայաստանը հայտեր ներկայացնում հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, դեռ հայտնի չէր ընտրությունների օրը եւ հայտնի չէր թե նախընտրական քարոզարշավը երբ է սկսելու, սա համընկում է եւ այստեղ Հայաստանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առնվազն չի տեսնում որպես քարոզարշավի մաս այս բանը, որովհետեւ այս որոշումները շատ ավելի վաղ են կայացվել, քան մենք սկսենք մտածել քարոզարշավի մասին, բայց իհարկե Հայաստանի Հանրապետությանը աջակցություն է Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացման տեսանկյունից։ Դրապես այս գագաթնաժողովները ինչ ուղերձ են Հայաստանին, Հայաստանի բնակչությանը, տարածաշրջանին եւ նաեւ տարածաշրջանից դուրս ուժային կենտրոններին։ Դեք այս գագաթնաժողովների Հայաստանում անցկացվելու փաստը ինքնին ցույց է տալիս Հայաստանի վերջի շրջանի շատ ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ սա ուղերձ է, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար է եւ դրանով իսկ կարևորվում է Հայաստանում այս անցկացումը։ Նաև բնականաբար վերջի շրջանի զարգացումները, հատկապես խաղաղության գործընթացը եւ խաղաղության գործընթացի հաջողությունները եւս այս միջոցառումներով գնահատանքի են արժանանում եւ նաեւ աջակցություն են այդ գործընթացին դրա շարունակությանը։ Սա համագործակցություն է, գործընկերություն է, թե ազդեցությունների ամրապնդում կամ ազդեցությունների նոր փուլ Եվրամիության կողմից Հայաստանի նկատմամբ։ Միանշանակ գործընկերություն է Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները գործընկերային են եւ ոչ պարտադրող որևէ կողմից եւ փորձը դա ցույց է տալիս, այսինքն որևէ հարաբերություն Հայաստանի եւ Եվրոպական միության միջև եւ անդամ երկրների միջև ի հաշիվ Հայաստանի շահերի չի արվում եւ չկա մի համագործակցության ձևաչափ, որտեղ Եվրոպական միությունը
պարտադրած լինի իր կամքը Հայաստանին, ամեն ինչ արվում է Հայաստանի համաձայնությամբ, Հայաստանի ցանկությամբ եւ Հայաստանի դիմումների հիման վրա։ Իսկ որտեղ են սահմանը, որտեղ ավարտում է գործընկերությունը եւ սկսում է ազդեցությունը։ Դա Եթե պարտադրվում է, հա։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այդպիսի փորձառություն մենք չունենք Եվրոպական միության հետ եւ մենք ուրախ ենք, որ Եվրոպական միությունը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ այստեղ որևէ այդ սահմանը այդտեղ է, ինքնիշխանությունն է այդ սահմանը եւ որոշումների կայացման ինքնուրույնությունը որևէ դեպք հնարավոր չէ մատնանշել, որ ասել Եվրոպական միությունը այս դեպքով ունենալով մեծ ազդեցություն, քաղաքական ազդեցություն կարողացել Հայաստանի այս կամ այն բանը պարտադրի առանց Հայաստանի կամ քաշվի առնելով չկա նման բան։ Ես կոնկրետ մի օրինակ բերեմ, հիմա մամուլում տարածվեց մի հոդված, մի տեղեկություն այն մասին, որ Եվրամիությունը պատրաստել է մի ուղեցույց փաթեթ Հայաստանի համար, Հայաստան-Եվրամիություն գործընկերության այդ գագաթնաժողովից առաջ ծանոթ եք այդ հրապարակմանը, սա իրական փաստաթղթի մասին է խոսքը, թե մեդիա մանիպուլյացիա է։ Ես հրապարակմանը ծանոթ եմ, փաստաթուղթը հրապարակված չէր դեռևս ծանոթ չեմ եւ այդ գաղտնի փաստաթուղթ վերտառությամբ նյութի բովանդակությունը ըստ էության Հայաստան-Եվրամիության օրակարգի բաղադրիչներ էր ներառում, այն ինչի մասին քիչ առաջ ես խոսում էի եւ այն ամենը ինչ հրապարակային է, այսինքն այդտեղ որևէ այսպես ահասարսուռ բան չկար, այն ինչ որ հրապարակված էր, ես չգիտեմ որքանով է դա իրականությանը համապատասխանում թե ոչ, բայց ամեն ինչ ըստ էության ինչ որ խոսում է հրապարակման մեջ Հայաստանի եւ Եվրոպական միության մեջ քննարկվում է, այդ քննարկումները բաց են, հրապարակային են եւ Հայաստանի կառավարությունը եւ թե Եվրոպական միության գործընկերները այդ մասին անդադ խոսում են, դա լինի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր, հաղորդակցություններին, երկաթուղուն, նման հարցեր։ Հիմա ահասարսուռ է թե ահասարսուռ չի, սրան առանձին կանդրադառնանք, բայց եթե նման ուղեցույց փաթեթ գոյություն ունի, սա նորմալ է թե նորմալ չէ։ Սա ձեր ասած գործընկերությունն է թե ավելի շատ ազդեցություն է։ Ես իսկապես կուզենայի հասկանալ, թե դա ինչ փաստաթուղթ է, տեսնել դա, որովհետև սովորաբար միջազգային միջոցառումներից առաջ մասնակիցներին ուղեցույցներ են տրվում տվյալ երկրի քաղաքական իրավիճակի, այդ երկրների միջև հարաբերությունների կամ կառույցների միջև հարաբերությունների վերաբերյալ պատմամշակութային վայրերի, չգիտեմ, եւ այլն, այսինքն այդպիսի ուղեցույցների շրջանառումը մասնակիցների շրջանում շատ նորմալ պրակտիկա է, խորհրդարանական հարթակներում երբ որ մենք ինչ որ այցի ենք գնում, մեզ ուղեցույց են տալիս, թե երկրի պատմության, նախապատմության հարաբերությունները մեկ այլ բան է, բայց այլ բան է, ասենք գագաթնաժողովին վերաբերող ինչպես պիտի լինի կամ ով ինչ կարող է ասել։ Նորից եմ կրկնում, այդ հրապարակման մեջ որևէ սարսափելի բան չկար։ Ես այսպեսի մի անդրադարձ արեցի, թե այս ուղերձները ում համար են Հայաստանի իշխանության, ընդդիմության, հասարակության, թե երրորդ կողմերի, հիմա երրորդ կողմերից Ռուսաստանի արձագանքը մոտավորապես ինչպիսին պիտի լինի, դեռ նոր սպասել, թե արդեն ակնհայտ է, թե որն է այդ արձագանքը։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Իհարկե, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։ Մենք խոսում ենք առաջիկայում մայիսի 4-ին 5-ին Հայաստանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի պետական այցի մասին եւ հասանք արդեն երրորդ կողմերի հնարավոր կամ արդեն գոյություն ունեցող արձագանքների խոսքը Ռուսաստանի մասին է, համեցեք։ Դե Հայաստան-Եվրամիության հարաբերությունների մասին Ռուսաստանը շատ բաց հայտնում է իր դիրքորոշումը եւ ասում է, որ Եվրամիության անդամակցությունը խոսում է արդեն իսկ Հայաստանի անդամակցության վերաբերյալ չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ անդամակցության հետ։ Սա հայտնի փաստ է, մենք եւս դա ասում ենք, որ այստեղ պետք է որոշում կայացվի։ Կարող է հարցը ոչ թե այդ հայտարարություններին էր վերաբերում, որոնց մենք արդեն սովորել ենք, սովորական բան է դարձել, այլ կոնկրետ այս գագաթնաժողովներին ինչ որ կերպ խոչընդոտելու, խանգարելու, գուցե խափանելու նման բան հնարավոր է թե հնարավոր չէ։ Ես չեմ ցանկանում նման կանխատեսում անել, ես հենվում եմ այն հայտարարությունների վրա, որ պաշտոնական
Մոսկվան, Ռուսաստանի նախագահը, Ռուսաստանի Պարսասիջան Պաշտունյանեն հայտնում են այն է, որ Հայաստանը բարեկամ դաշնակից պետություն է, մեր հարաբերությունները կառուցողական հունով զարգանում են եւ ինչու պիտի Ռուսաստանը որևէ կերպ փորձի խոչընդոտել այս գագաթնաժողովների անցկացումը։ Ավելին Հայաստանը նախորդ տարիներին մի քանի անգամ նաեւ այլ ֆորմատներով գագաթնաժողովներ է հյուրընկալել ԵԱՏՄ, ՀԱՊԿ նաև ԵԱՏՄ հակտվի բան է եւ այստեղ մեկը որևէ կերպ չի փորձել խոչընդոտել Հայաստանը անկախ երկիր է Հայաստանը որոշում է երկրում ինչ միջոցառումներ կազմակերպի եւ այստեղ ես չեմ կարծում որ Ռուսաստանը նման քայլերի գնա ինչու պիտի գնա նման հասկանալի Հայաստանը անկախ երկիր է ինքը ինքնուրույն որոշումներ է կայացնում ինքնիշխան որոշումներ է կայացնում Հայաստանը թե ուրվագծվում են նման սցենարներ այս գագաթնաժողովը խոչընդոտելու, խանգարելու, խափանելու նման կանխատեսում չեմ կարող անել եւ նաեւ չեմ տեսնում դրա հնարավորություն։ Բայց Հայաստանում նման հայտարարություններ հնչում են։ Տեղեկություն ունեք Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահի հայտարարությունների մասին։ Դե Հայաստանի այդ շրջանակները անհուսությունից, հուսահատությունից ինչ որ լավ բաներ կատարվում են Հայաստանում, փորձում են դրանց վերաբերյալ ողջ տարածեն, բայց այդ ուժերը այնքան անկարող են, որ նույնիսկ նախընտրական ցուցակ եւ ծրագիր չեն կարողանում ձևավորեն, որ մասնակցեն ընտրություններին եւ ըստ էության իրենց մահարձանն են դնում իրենց քաղաքական գործունեությանը, իրենց մնացել է անեծքը եւ հայոյանքը, հիմա թող անեծքով եւ հայոյանքով զբաղվեն, մինչեւ այդ էջներ կփակվի, իսկ այդ էջը փակվել է հունիսի 7-ին։ Այստեղ խոսում ենք ոչ թե անեծքի եւ հայոյանքի մասին, այլ հարսանիքի։ Գնահատվում էր որպես ձեր իշխանության կամ վարչապետի եվրոպական հարսանիք եւ հայտարարությունը այն մասին էր, որ ամեն կնով պետք է հարամել այդ հարսանիքը։ Այսինքն իրենք գիտակցում են, որ հարսանիքը լավ բան է, չէ՞։ Գիտակցում են, որ լավ բան է տեղի ունենում Հայաստանում եւ իրենք պետք է այդ լավ բանը փչացնեն, բայց չեն կարողանա փչացնել, որովհետեւ իրենք անկարող են նույնիսկ նախընտրական ցուցակ կազմել եւ մասնակցել ընտրություններին։ Իսկ եթե ցուցակ չեն կազմում, չեն կարող պիկետներ, հանրահավաքներ, զանգվածային դժգոհություններ, բոլոր քաղաքացիները ազատ են կազմակերպել հավաքներ օրենքի շրջանակներում եւ դրա փորձը վերջին տարիներին լիուլի մենք տեսել ենք ամեն ինչ հնարավոր է, բայց օրենքի շրջանակներում եւ օրենքը հարգելով, չխոչընդոտելով այլոց ազատությունները, ով ինչ ուզում է կարող է անել եւ ինչ ով ուզում է կարող է խոսել կրկին քրեական օրենսգրքի սահմաններից ներս։ Դա չի վնասի Հայաստանի միջազգային վարկին եւ հեղինակությանը, եթե Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրերին այդ պատկերավոր ասած հարսանիքը հարամելուն ուղված պիկետներ, հանրահավաքներ կանեն։ Եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը խիստ ժողովրդավարական երկրների առաջնորդներ են եւ իրեն գիտեն թե ինչ է հավաքը, պիկետը եւ ընդհանրապես հավաքների ազատությունը եւ կարծում եմ այս մեր գործընկերների համար որևէ տարակուսելի բան չկա, այլ ընդհակառակը երևի շատ նորմալ է, որ Հայաստանում նման բաներ տեղի ունենան, բայց ես այնքան ցածր եմ գնահատում այդ հնարավորությունը եւ հատկապես Հայաստանի Հանրապետական կուսակցության մոբիլիզացիոն ուժը նման բաներ կազմակերպելու համար։ Հարամել չի հաջողվում։ Բացարձակ հնարավոր չէ դա հարամել։ Հայաստանի ընտրությունները միջազգային նշանակություն են ստանում։ Գիտեք, ցանկացած ընտրություն միջազգային կարևորություն ունի։ Ես վերջերս ղեկավարում էի Հունգարիայում ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություն ԵԱԿ, ԵԽՎ եւ ԺՄԻԳ առաքելությունների ղեկավարն էի եւ այնտեղ եւս Եվրամիության անդամ երկրում շատ միջազգային ներկայություն կար դիտորդական առաքելությունների տեսանկյունից եւ նաեւ քարոզարշավներ ընթանում էր բավականին արտաքին քաղաքականության վերաբերյալ շեշտադրումներով եւ վերջին տարիներին հատկապես եվրոպական մայրցամաքում այս ընտրությունները իսկապես միջազգային ուշադրության մեծ ուշադրություն են գրավում հաշվի առնելով որ տարբեր ուժեր, տարբեր շահեր հետաքրքրվածություն են ցուցաբերում երկրների ներքին ընտրություններում եւ տարբեր գործիքակազմեր կիրառելով մենք տեսանք Ռումինիայի ընտրությունները, տեսանք Մոլդովայի ընտրությունները, Հունգարիայի ընտրությունները եւս ինչ որ առումով հետաքրքիր են եւ Հայաստանում եւս նաեւ շատ
անխուսափելիորեն միջազգային ուշադրության ներքո են անցկացվել այս ընտրությունները։ Ասեք, միջազգային ուշադրություն ասելով մի դեպքում մենք նկատել օրինակ բերած երկրներում էլ այդ օրինակները կան։ Մի դեպքում, երբ որ միջազգային ուշադրությունը կա, միջազգային դիտորդները գալիս են, դիտարկում են ընտրությունները, հետո զեկույց են պատրաստում, գնահատում են, որքանով էին ժողովրդավարական, որքանով ոչ եւ այլն։ Մյուս դեպքում, երբ որ կա կոնկրետ տարածքում, կոնկրետ երկրում ազդեցությունների խնդիր, ազդեցությունների սահմանների բաժանման խնդիր։ Միջազգային ուշադրություն ասելով Հայաստանը այս համատեքստում ինչքանով կարևոր է այդ ուժային կենտրոնների համար։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտությունը մշտապես եղել է միջազգային օրակարգի մաս։ Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, Հայաստանի եւ այլ երկրների հարաբերությունների, Ադրբեջանի եւ այլ երկրների հարաբերությունների։ Եվ սա առաջին ընտրություններն են, որոնք տեղի են ունենալու հակամարտության կարգավորումից եւ խաղաղության հաստատումից հետո։ Եվ այս տեսանկյունից մի փաստարկ էլ այն է միջազգային ուշադրության, մի կտորն դրա այն է, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետևելու թե Հայաստանի քաղաքացիները ինչպես են վերաբերվում խաղաղության գործընթացին, որովհետեւ դա շատ կարևոր է խաղաղության գործընթացի շարունակականության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է այլ շահերի ներկայությանը Հայաստանում, դա հիմա ընտրությունների արդյունքներով Հայաստանի քաղաքացիները կորոշեն այլ շահերի ներկայությունը Հայաստանում իրենց համար ընդունելի է թե ոչ։ Դա ցույց են տալու մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք մեր քաղաքացին է որոշում իր ապագան, եւ քաղաքացին շատ հստակ պատասխան կտա, որ մենք պիտի լինենք ինքնիշխան, թե այլ շահերի սպասարկող։ Մեր պատասխանն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատասխանն է, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, անկախ, հավասարակշռենք մեր հարաբերությունները, բայց եւ թույլ չտանք, որպեսզի այլ շահերը Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենան որոշիչ դերակատարություն։ Այս համատեքստում ձեր դիրքավորումը շահեկան է, որովհետեւ դուք ասում եք բալանսավորված քաղաքականություն, հա, այսինքն ինքնիշխան պետություն ենք, բալանսավորված քաղաքականություն ենք վարում, սա հասկանալի է։ Մյուս կողմից քաղաքական դաշտը ձևավորվել է հենց այդ արտաքին ազդեցությունների, նաև տրամաբանության մեջ ռուսամետներ, արևմտամետներ եւ բալանսավորումը։ Իմ խոսքը հարցը ավելի շատ վերաբերում էր այս երկու ուղղությունների ազդեցությանը, նրանց մրցակցությանը եւ Հայաստանի այդ մրցակցության գոտում հայտնվելուն։ Այս առումով է միջազգային կարևորությունը Հայաստանի ընտրությունների նկատմամբ եւ Հայաստանում ընտրությունները որոշում են միայն տեղի իշխանությունը, թե նաեւ արտաքին քաղաքական ուղղությունը։ Հայաստանում միանշանակորեն 2018 թվականից սկսած ընտրությունները որոշում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ որևէ արտաքին միջամտություն չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Դա փաստ է։ Երկու ընտրություններ ենք ունեցել համապետական, ունեցել ենք լոկալ ընտրություններ եւ դա փաստ է, որ բանը։ Իսկ ինչ վերաբերում է տարբեր կողմնորոշումները փորձելու մրցել իրեն, քաղաքական ուժերը պիտի հասկանան, որ իրենք պիտի մրցեն ձայների համար, քաղաքացիների ձայների համար եւ հասկանան, թե ինչ է ցանկանում Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մեր քաղաքական ընդդիմադիրի դաշտի մեծագույն խնդիրն այն է, որ իրենք քաղաքացու հետ չեն խոսում ու չգիտեն քաղաքացին ինչ է ցանկանում։ Եվ այս առումով ինձ թվում է շատ բան է, հա, փուչիկ է այդ դիրքավորումները տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ, որովհետև Հայաստանի քաղաքացիները իրենց Հայաստանի Հանրապետության մոտ են դիրքավորում, իրենց ոչ մի դիրքավորում են Ֆրանսիային մոտ, ոչ Միացյալ Նահանգների մոտ, ոչ Իրանին, ոչ Ռուսաստան, իրենց դիրքավորում են այս երկրին մոտ։ Ու պետք է հասկանալ, թե մարդիկ ինչ են ուզում ու այդ ուղղությամբ իրենց քաղաքականությունը վարել։ Դիրքավորում են այս երկրին մոտ, բայց մենք գիտենք, չէ՞, ինչպես տարածաշրջանում ենք ապրում եւ այդ ուժային կենտրոնները ինչ հետաքրքրություններ ունեն։ Ասենք հիմա Հայաստանում են ընտրություններ, դրանից առաջ Վրաստանի օրինակը մենք ունենք։ Վրաստանում էլ Եվրամիությունը եւ Վրաստան հարաբերությունները ավելի առաջ էին գնացել, ընդհանուր միջև տեխնացուի կարգավիճակ, վիզաների ազատականացում եւ այլն, բայց ընտրությունների արդյունքում արևմուտքը ըստ էության պարտություն կրեց։ Եվ արևմուտքի ազդեցությունը այդ տարածքում Վրաստանի մասով թուլացավ։ Հիմա ինչ կլինի այստեղ։ Ես ճիշտ ասած չէի ուզենա Վրաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ մեկնաբանություն տալ, բայց գուցե պետք ես չեմ կարծում, որ արևմուտքը կամ արևելք Ռուսաստանը կամ որևէ այլ ուժ հաղթեց կամ պարտվեց Վրաստան։ Պարտվեցին կոնկրետ քաղաքական ուժեր,
Ուցե այդ քաղաքական ուժերը այնքան էլ լավ չէին աշխատել, որպեսզի հաղթանակ գրանցեին, եւ մյուս ուժերը կամ կառավարող ուժը ավելի լավ էր աշխատել, որ հնարավորություն ունեցավ հաղթանակ գրանցել, այսինքն ես կրկին չեմ ուզենա ներքաղաքական հարցերին Վրաստանի ներքաղաքականի Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է գալ իշխանություն։ Հասկանալի է, բայց Վրաստանում ինչ տեղի ունեցավ, Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները առաջընթաց զարգացումներ ունեին, բայց հիմա Եվրամիությունը դիտարկում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ, որովհետև իր պատկերացրած քաղաքական միջավայրը չէ այլևս իր պատկերացրած արժեքահեն, այդ արժեքները չեն եւ այլն եւ այլն։ Հիմա քննարկում են պատժամիջոցների հարցը, կայակալացնել հայտարարել 26 երկիր կողմ է, 1 երկիր դեմ է եւ այլն եւ այլն։ Մի խոսքով պատժամիջոցներ։ Հիմա Հայաստանում ընտրական արդյունքներից կախված նման զարգացումներ ինչ սպասել։ Ինչ կլինի, եթե կոնկրետացնեմ ավելի, ինչ կլինի, եթե ԿՊ-ն հաղթի, ինչ կլինի, եթե պարտվի։ Մենք ասել ենք, որ եթե Հայաստանում իշխանության կան այն ընդդիմադիր ուժերը, որոնք խոսում են հակամարտությունը շարունակելու մասին եւ որոնք պատրաստ չեն փակել Ղարաբաղյան հակամարտության էջը, լինելու է պատերազմ։ Եվ սա չափազանցություն չէ, որովհետեւ այս քաղաքական ուժերը շատ հստակ խոսում են խաղաղության մասին, բայց մոռանում են երկու հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու իրենց ծրագիրը ներկայացնելու։ Ընդհակառակը շարունակում են խոսել հակամարտության բնորոշ լեզվամտածողության եւ եթե այդ ուժերը կան Հայաստանի իշխանության, կլինի պատերազմ, կլինի հակամարտության շարունակություն։ Իսկ մեր հաղթանակի դեպքում, եթե խոսքը արտաքին քաղաքականությանն է, մենք շարունակելու ենք այդ ուղեգիծը, որովհետեւ վերջին տարիներին մեր բալանսավորման եւ բալանսավորած արտաքին քաղաքականությունը ցույց է տվել, որ արդյունավետ է եւ նպաստում է Հայաստանի անվտանգությանը եւ զարգացմանը։ Եթե ձեր կուսակցությունը այս ընտրություններում պարտվում է տեսական այսպիսի բան վերցնենք, եթե պարտվում է այս դեպքում Ռուսաստանի դիրքերի հետ ինչ է կատարվում, եթե հաղթում է Ռուսաստանի դիրքերի հետ ինչ է կատարվում, նման հոռետեսական նույնիսկ ենթադրություն անել եւ ասել Ռուսաստանի հետ Հայաստանը ունի շատ նորմալ լավ հարաբերություններ։ Եթե ձեր ասած ուժերը հաղթում են այս պարագայում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձի վտանգի առջև է կանգնում։ Ես խոսում եմ մեր տարածաշրջանի վերաբերյալ, ես այդ քաղաքական ուժերը, որ կան ձեր տաղավար, իրենց հարցրեք, թե ինչ շրջադարձել են փորձում անել։ Մեր հաղթանակի դեպքում, եւ ես վստահ եմ մեր հաղթանակի մեջ, որևէ կտրուկ շրջադարձ չի լինելու, եւ եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, մենք մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրել ենք, որ մեր եւ Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիոն փուլով, եւ մենք նպաստելու ենք այն, որպեսզի այդ տրանսֆորմացիոն փուլը շատ սահուն ընթանա, չվնասելով ոչ Հայաստանի շահերին, ոչ Ռուսաստանի շահերին, հիմնված բարեկեցության եւ նորմալ հարաբերությունների վրա։ Մեկ հարցել եւ ավարտենք ձեր մինիմում եւ մաքսիմում ակնկալիքները այս ընտրություններից։ Մեր ակնկալիքն է ունենալ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի կարողանանք շարունակել այն բարեփոխումների ծրագիրը եւ նաեւ տեր լինենք խաղաղության օրակարգին։ Ուստի մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքացուց լայն աջակցություն, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդանում ունենա սահմանադրական մեծամասնություն։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Հայաստանը այսօր ընտրում է ոչ միայն իշխանություն, այլ նաև իր տեղը աշխարհաքաղաքական քարտեզի վրա։ Երբ արտաքին եւ ներքին գործընթացները գալիս միախառնվում միացվում, շատ դժվար է որոշել այն սահմանը, թե որտեղ է գործընկերություն եւ համագործակցություն եւ որտեղ ազդեցություն, բայց վերջական որոշումը կայացնում է ընտրողը, վերջական որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, լավ մնացեք, կհանդիպենք։